Սենց կանգնեմ։ Պարոն Շարմազան, դուք մի լավ պատմություն ունեիք, թե ոնց է Անդրանիկ Մարգարյանը ձեզ ընդգրկել ՀԿ-ի շարքերը, ինչքան առաջ ընդդիմադիր եք եղել, հետո ոնց է այդ համերաշխությունը ստեղծել, կարճ կպատմեք այդ մասին։ Անդրանիկ Մարգարյանը ինքը երևույթ է եղել ու կա ոչ միայն քաղաքական կյանքում, այլ նաև ազգային պետական կյանքում։ Ինքը մարդ էր, որը լինելով կուսակցության առաջնորդ երբեք կուսակցամոլ չդարձավ։ Դե բոլորին հայտնի է, որ ես 90-ականներին եղել եմ ընդդիմադիր Հայաստանի ունեցող ուսանող, ոնց որ իմ սկզբնական եւ այս փուլը շատ ավելի նման է, քան միջին փուլը, ընդդիմադիր ենք եղել։ Եվ բնականաբար իշխանությունների նկատմամբ չունեի բարյացակամ վերաբերմունք։ 2001 թվականին ընկերներից հետ գնացինք ապրիլի 27-ին Լեռնահայաստանի օրներ, Գարեգ Տաթևի վան, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ 21 թվականին 1900 հռչակվել էր Լեռնահայաստանի Հանրապետությունը, 2001 թվականին մենք էլ մի շարք պատմաբաններով գնացինք։ Այնտեղ էր նաև պարոն վարչապետը, ես իրան չէի ճանաչում, միայն հեռուստացույցով էի տեսել ու կառավարության անդամները։ Դրանից հետո ինքը որպես հետո եմ էլի արդեն անալիզ անում, որպես նորմալ հայ մարդ, բոլորին հրավիրեց հացի, այնտեղ հա դե հացի տեղը դե պարզ է։ Մեկը ասում է դուք արևարքան եք, մյուսն ասում է դուք էս եք, մեկը սենց է։ Դե ինձ էլ հերթը հասավ, ես էլ մի երկու բաժակ արդեն թթիարախ խմած էինք, մի քիչ ավելի անկեղծացա, Նժդեհի առաջնորդապաշտության մասին գործ ուներ, դրա մասին խոսեցի, մեղմ ասած ինքը քննադատական էր, էլի։ Ինքը ինձ ասեց մի հատ, հետո է այդ տղա, մի հատ ասեք թող գա։ Ես միանգամից լրջացա, էլի, մինչև մոտեցա իրան, ասի, քո ինչին էր պետք, էլի։ Եվ ասում, հա, քո ինչին էր պետք միստես, էս է նորներ, հա, հյուրասիրում են, հյուրասիրել գնալ, քո ինչին էր պետք ելար քննադատեցիր։ Հեսա մի բան ավել կասեմ, մի բան պակաս կասեմ, խոսես չի լինում, չխոսես չի լինում։ Բացի պատիվ իրեն ինքը հասկացա, որ այդ իմ պահվածքը ոչ թե անդաստիարակության, լկտիության արդյունք է, այլ ազնիվ ըմբոստության։ Ինքը սենց դա հիշում եմ, սենց ձեռը սենց տարավ, այսենց կրտինքս մաքրեց, գրկեց, համբուրեց, ասեց ուզում ես այս երկիրը դզվի, ասի իհարկե, ասեց պատրաստ ես քո բաժին պատասխանատվությունը վերցնելու, ասի այո, ասեց դե վաղը քեզ կզանգեն, եթե կուզես նժդեհական տղա ես կգաս եւ կխոսենք։ Եվ ես տենց արդեն ընդգրկվեցի Նժդեհյան ուսմունքը, մանավանդ ռազմական մանկավարժության հիմնահարցերը, բանակում գրքույկ գրեցինք, այնուհետև Նժդեհյան գաղափարախոսությունը ներմուծեցինք դպրոցներ, ասենք իր շնորհիվ ա եղել, ասինքն ինքը մեծ մարդ էր, էլի, եւ երկրորդը մի բան էլ ասեմ, ԱՄԿ-ի մասին ֆիլմեր նկարահանվում, ես այն ժամանակ արդեն 2006 թիվը կամ 6 կամ 6 թիվներ, կամ 6-ի վերջն է կամ 7-ի սկիզբը, հա, ԱՄԿ-ի մասին ֆիլմ էր նկարահանվում, ես վարչապետի օգնականն էի, հայտնի հեռուստաընկերություններից մեկն էր նկարահանում, այս հայտնի պատճառներով չասեմ, էլի չասեք ռեկլամ եք անում բան, հա։ Եվ շատ լավ ստեղծագործական խումբ էր ստեղծվել, դե բայց որպես վարչապետի օգնական, նաև որպես պատմաբան նայում էի սցենարը, գնացինք վերջի անգամ նայեցինք, այնտեղ մի հատ գործիչ կար ԱՄԿ-ական, ինքը հիմա էլ կա, երկարատայինների կյանք իրեն, անունը չտան, որը մեղմ ասած շատ խիստ էր քննադատում Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը եւ Անդրանիկ Մարգարյանին, եւ ես փորձեցի նախաձեռնություն ցուցաբերել, այդ սցենարից այդ մարդու անունը ջնջեցի։ Ասի ես պետք չի։ Ասի տենց է պետք, ես իմ վրա ու արդեն բոլորի անունը կար, բացի այդ մարդու անունը էլի չկար։ Իր անունը չէր հիշատակում եւ ուրիշներ տենց էր գնում։ Հետո տարանք արդեն նախավերջ օրնա դե սցենարը պետք է տանենք վարչապետին էլ տանք, որ ինքը նայի, մանավանդ ինքն էլ պետք է հարցազրույց տար։ Չես նայեց դա բաց դավոյի պես չեմ անել, դու էլի ասում ռազմեջիկու ասում այդո ջան, չէ։ Հա, ասես նայեց, ասեց բայց մարդու անունն ուր է։ Դե ասի պարոն վարչապետ ջան, ասես աուրը քեզ քննադատում է դրա անունը դնենք, ինչ անենք։ Ասես դու պատմաբան չես, ասեց հա։ Ասեց ուրեմն իմացի։ Պատմությունը երբեք չի կարելի կեղծել։ Կապ չունի, որ ինքը իսկ քննադատում է, ինքը ԱՄԿ գլխավոր երևելի դեմքերից մեկն եղել եւ իր ձեռքով այդ մարդու անունազգանունը գրեց ու ասեց այդո սա քեզ թող դաս լինի
եւ որպես եւ որ քաղաքականության մեջ էլ, պատմագիտության մեջ էլ երբեք քո անձնական ու կուսակցական շահը առաջնային չդարձնես։ Եվ Անդրանիկ Մարգարյանի ստացած գլխավոր դասը իս մեկը դա է եղել, որ խմբակային, կուսակցական առաջնորդի շահը չի կարող պետության շահից վեր լինել։ Կուսակցությունը եւ ընդամենը միջոց է ազգային պետական հարցերը լուծելու համար։